Եթե ունեք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, խորհուրդը որն է։ Պետք է օգտագործել այնպիսի մթերքներ, եւ սա իհարկե այն մթերքներ, որոնք պետք է չօգտագործել, օրինակ, որովհետեւ մենք չունենանք այրոց, որովհետեւ մենք չունենանք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության սրացում, ես բազմից հետ նշել եմ, չի կարելի օգտագործել նանան, որը բացում է այդ կարդիալ փականը եւ թթուն լեղին հետ է գնում դեպի մեր կերակրափողի լորձաթաղանթ։ Երկրորդը, սոված, չի կարելի օգտագործել սուրճ, կոֆեինի արդյունքում նույնպես բացվում է այդ փականը եւ դուք ունենում եք այրոցի զգացողություն։ Սոխը, սխտորը նույնպես վատ են ռեֆլյուքսային հիվանդության ժամանակ։ Հիմա ինչ օգտագործել եւ իհարկե տապակած ուտելիքները, կծու թթու համով ուտելիքները նույնպես շատ վատ են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ժամանակ։ Իսկ ինչ օգտագործել, որովհետեւ մենք մեղմենք այդ այրոցի զգացողությունը, որ այդ թթուն լեղի լցվում են ձեր բերանը, այդ պահին դուք ձեր ձեռքի տակ դեղորայք չունեք, շատ լավ կլինի 1-2 բաժակ ուղղակի մաքուր ջուր դուք օգտագործեք։ Եվ իհարկե մաքուր անտացիդ է համարվում բանանը, օգտագործելու արդյունքում դուք կարող եք նույնպես հանգստացնել ձեր ստամոքսի լորձաթաղանթը։ Սրտային անբավարարությունների ժամանակ սա մեր հայկական ծիրանն է, որը գերդոզավորմամբ իր մեջ պարունակում է կալիում։ Սրտային անբավարարություն ունեցողները իհարկե շատ լավ կլինի, եթե օգտագործեն ծիրան։ Այստեղ բալն է ներկայացված, իսկ բալը ինչ հատկություն ունի, բալը ջրիկացնում է ձեր արյունը։ Ամառվա բարիքներից անպայման օգտվեք, որպեսզի կարողանաք կարգի բերել ձեր սիրտը, ձեր աղեստամոքսային տրակտը։